Հայելի գործընկերներ, ես երկար չեմ խոսի, որովհետև գիտեք քանի նախագիծ եմ ներկայացրել այս ոլորտին առնչվող եւ շատ եմ խոսել այս ամբիոնից այս թեմայով։ Ես պետք է ողջունեմ արտադրության նախարարին, որ այս քայլը արվեց եւ շատ արագ փորձ արվեց, որ մինչեւ տարվա վերջին մենք ընդունենք եւ ուժի մեջ մտնի, որ հունվարի 10-ից մենք կունենանք այս բեռի որոշակի թեթևացումը։ Ես հասկանում եմ, որ բազմաթիվ խնդիրներ դեռևս չեն լուծվում այս նախագծով, դրանցից մեկը, որի մասին շատ ենք խոսել, դա արտադատական կարգով բռնագանձումների հարցն է, եւ ես այդ հարցը պատրաստվում եմ բարձրացնել նորից նոր վարչական օրենսգրքի շրջանակներում, որ քննարկման առարկա դարձնենք, բայց հիմա մի շարք ուղղություններով այս նախագծով մեր քաղաքացիների վրա դրված բեռը կթեթևանա, ինչը որ կարևոր է, որ մենք ունենանք գոնե այս փուլում եւ կարծում եմ արտադրության նախարարությունը ընտրել է փոքր քայլերի արվեստը, փոքր հաղթանակներով գոնե փորձենք առաջ գնալ եւ ես մի խնդիր վրա եմ ցանկանում նախարարի ուշադրությունը հրավիրել, տեսեք մենք ընդունեցինք ժամանակին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին օրենքում փոփոխություններ, որտեղ որ երբ որ ծառայողը ստանում է ոստիկանությունից տեղեկատվություն, որ կա կիրառված տուգանք, վարչական արձանագրություն եւ նրանք պետք է ստուգեին, թե արդյոք քաղաքացին ծանուցվել է պատշաճ եւ նոր կատարողական գործողությունները սկսեին կատարել։ Հիմա փորձը ցույց է տալիս, որ մենք ունենք բողոքներ, որ մարդիկ ասում են ծանուցված լինելով հանդերձ, արդեն դահակա process-ների մեջ են։ Այսինքն գործընթաց է սկսվել, այնտեղ արգելանքներ ա դրվել, բայց այս մարդը ծանուցված չի։ Եվ այն ժամանակ մենք քննադատում էինք, որ դահական չպիտի ստանա որևէ հարց պարզելու իրավասություն, բայց տրվեց դա։ Հիմա որ տրվել է այդ իրավասությունը, որ պետք է նրանք պարզեն մարդը ծանոթված է թե չէ, ես ուղղակի խնդրում եմ, որքանով որ հասկանում եմ էլեկտրոնային է դա արվում եւ հնարավորություն կարող է չկա, բայց ես կարծում եմ, որ պետք է գործը ամբողջությամբ գա դահակը նայի, տեսնի այդ մարդը ծանոթվել է թե ոչ, նոր ինքը սկսի process-ը, որովհետեւ մյուս պարագայում երբ որ նա գալիս է դահակը եւ ասում է, որ ես ծանոթված չէի, process-ը հետ է տրվում, այսպես կոչված, այդ մարդու կրած բարոյական վնասը որևէ կերպ չի փոխհատուցվում։ Նրա վազքը, վազվզոցը, բանկից դահակը, չգիտեմ, պարզելը, բանը, այդ ժամանակի համար որևէ մեկը այսպես կոչված չի պատժվում, կամ հնարավոր է նա որոշակի գործարքներ կատարելու իրավունքից զրկված լինի, որոշակի գործարքներ ուղղակի կորցրած լինի արդեն կատարելու, բայց որևէ կերպ այս հարցը չի լուծվում, այսինքն մարդու անհանգստություն պատճառելու արդյունքում ոչ ոք չի ասում կներեք, դե այսպես եղավ, բայց եթե այդ խնդիրը լուծվի, որ դահակը նայի նոր կատարողական process-ը սկսի, ես կարծում եմ այստեղ մենք հնարավորինս կնվազեցնենք իրավունքների խախտումը եւ կունենանք իրավիճակ, որ գոնե այն քաղաքացիները, որոնք որ ծանուցվել են, որից հետո էլի որևէ գործողություն չեն կատարել, միայն նրանց նկատմամբ կկիրառվի։ Մնացած մասով ես կարծում եմ դեռ երկար աշխատելու բան ունենք, շատ բան ունենք անելու։ Ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին, այն բեռը թեթևացնում է, նախազգուշական, խրախուսական նոր մոտեցումներ է ներդնում, իսկ ապագայում կշարունակենք մնացած մասով շարունակել մեր խնդիրների բարձրացնելը, նաև պայքարել, որ արտադատական կարգը վերացվի։ Շնորհակալություն։